Ցուցահանդեսը նվիրել ենք ժայռապատկերներին, քանի որ մեր սկսեցինք արվեստի պատմություն ուսումնասիրել, հենց առաջի թեման ժայռապատկերներն էր։ Ազգային եւ քաղաքակրթական ուղին ուսումնասիրելու արդյունքում է ծնվել մտահղացումը նման ցուցահանդեսի։ Հայորդյաց տան ցուցասրահում նկարչության եւ քանդակի դասարանների սաների աշխատանքներն էին, որոնցում նախնադարի ժայռապատկերներն էին երեխաների պատկերացմամբ։ Նկարչության եւ քանդակի բաժնում առաջին անգամ արվեստի պատմություն են ուսումնասիրել, որն էլ մոտիվացրել է երեխաներին։ Առաջ մարդիկ շատ բանականություն չունեին եւ քանդակում նկարում էին ոչ շատ նման առարկաներ։ Այս քանդակը նախնադարյան մարդու մասին է։ Առաջ ոչ թե հիմիկվա նման պիստոլետներով էին մորթում կենտանիներին, այլ թրերով եւ դանակներով։ Հին քանդակներ են պատրաստել հին տարերի քարեր վրա, որոնք որ նկարում էին, դրանք ենք նկարել մենք։ Ժայռապատկերներից մենք եկանք 3D հարտակ ու երեխաները այդ նույն սիմվոլները դարձրեցին քանդակներ, այն ժամանակներում քանդակներ քիչ էին եղել։ 3D մոդելավորում ստացած ժայռապատկերները թղթի վրա են, նաև ցուցահանդեսը նկարչության ու քանդակի դասարանի ավարտվող ուսումնական տարվա ամփոփումն էր։ Ծնողների, մանկավարժների եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչների համար բացահայտում էին նաև Հայորդյաց տան մյուս դասարանների սաները։ Բեմում ակնե երգչախումբն է։ Արտադպրոցական կրթությունն ապահովող Հայորդյաց տունը մշակույթի տարբեր ճյուղերում է ոգեշնչել ու ազդեցիկ դեր խաղացել երեխաների կյանքում։ Այստեղ մշտապես առաջնային է նվիրումը ազգայինին, հավատքին ու հայի ինքնությանը։ Հավատարիմ մնալ հայրենական ակունքներին եւ մերժել ցանկացած բան, որը անճաշակ է։ Այս հաստատությունը շնչում է արվեստով եւ շարունակելու է իր գործունեությունը այդպես։ Այս 10 տարիներին 3000-ից ավելի սան է կրթվել կենտրոնում, ոչ միայն մշակույթի, նաև մարզական բնակավարներում։ Տարբեր տարիքային խմբերում հարյուրավոր մարզիկներ են իրենց հաջողության ուղին բռնել հենց այստեղից։ Իհարկե 10-ամյակը մեծ ժամանակաշրջան չէ, բայց մենք հասցրել ենք բազմաթիվ բնակավարներում մեծ հաջողություններ գրանցել, սկսած Եվրոպայի չեմպիոնից մինչև միջազգային հարթակներում հաղթանակներ։ Մարզվում եմ 6 տարեկանից, արդեն 13 տարի է։ Հայաստանի չեմպիոն եմ, Եվրոպայի բրոնզե մեդալակիր անցած տարի։ Պարամուխները շատ լավ է, արտադրում ենք նոր մրցումների, հուսով ենք ավելի բարձր նվաճումների հասնելու հույս ունենք եւ քրտնաջան պարապում ենք։ Հայորդյաց տան դասական, ժողովրդական, ազգային եւ ժամանակակից պարերի դասարաններում պարարվեստի նրբությունները սովորելն ավելի է մոտիվացնում մեծ բեմերին հասնելու երազանքին։ Պարային խմբերը հասցրել են հանդես գալ ոչ միայն Հայաստանի, նաեւ միջազգային բեմերում։ Մեզ համար կազմակերպել են նաև համերգներ, միջոցառումներ, շատ հաճախ նաև կազմակերպել են համերգներ արտերկրում եւ այդ ամենի համար շատ շնորհակալ ենք։ Հայորդյաց տունը բոլոր երեխաներին հնարավորություն է տալիս, որ ուսումնասիրեն տարբեր մասնագիտություններ, օրինակ երգչախումբը, մենք պարում ենք։ Եթե չլիներ Հայորդյաց տունը, ես պարի չէի գնում։ Գործունեության 10 տարիների հաջողությունները ողջունել գնահատել են հասարակական, մասնավոր ու պետական շատ կառույցներ։ Հայորդյաց տունը շնորհակալ է այն մարդկանցից, որոնք այս կենտրոնի կողքին են միշտ, իսկ նրանցից յուրաքանչյուրին հանձնվող շնորհակալագիրը երախտագիտության եւ բարեկամության նրբանկատ ժեստ է։ Մարինե Դերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։